Բարև ձեզ։ Մուդեսագի պատգամավորն ընդունել է մեղքը, որ Ալիևի վարչակազմից կաշառք է ստացել ու բաժանել նաև գործընկերներին Ադրբեջանին ծառայելու համար։ Ընդ որում Մյունխենի դատախազությունը բացել է մի քանի միլիոն եվրոյի ու թանկարժեք իրերի գործը չխուսափելով խայտարակության միջազգային ռեզոնանսից։ Բայց կարևորը միայն դա չէ։ Այս գործը հասունանում էր Ադրբեջանին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից վտարելուն զուգահեռ։ Վտարման հեղինակն էլ է գերմանացի, որն ասել է. Ադրբեջանի համար ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա։ Ոչինչ պատահական չէ գերմանական այս ձեռագրում։ Օտար երկրի ծառայած Բունդեստագի պատգամավորի բացահայտումն ու Ադրբեջանին մանդատից զրկելը նույն խաղասեղանին են։ Որովհետև Ադրբեջանին վեհաժողովից վտարելն ինչքան էլ հիմնավոր է այդ երկրում մարդու իրավունքների խայտառակ վիճառի պատճառով, այն նախ եւ առաջ պետք է Բունդեստագին նոր խայտարակության մեջ չհայտնվելու համար։ Չէ որ կաշառակեր գտնելն այդքան էլ բարդ չէ։ Ադրբեջանին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից հեռացնելը հենց այն է, ինչը փրկում է եվրոպական քաղաքական կառույցին վերջնական արժեզրկումից։ Նույնը չկասկածեք տեղի կունենա Հունգարիայի հետ, որի նույն Բաքվին կաշառված դատարանը հայ-սպային խաղաղ քնի մեջ կացնահարողին վերադարձրեց Ալիևին, բարձր գլխագնի դիմաց։ Օրբանի Հունգարիայում դա չի լինի, բայց Օրբանին փոխարինողին ադրբեջանական ծախվածությունից եվրոպական ընտանիք վերադարձնելու համար հարկ կլինի ազատվել նաև մարդասպանին պատվիրատուին վաճառելու խարանից։ Բա գիտեք, Ալիևն ամեն գնով ԵԽԽՎ վերադարձը իզուր է հանել աճուրդի։ Հաջողություն։